Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր ու թեժ զարգացումներ։ Թե ինչ է լինելու հեռուստասերիալի հետագա սերիաներում ցույց կտա ժամանակը, բայց ինչպես պարզ է դառնում, Աննան արդեն գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Բայց այս սերիայի ընթացքում Բագրատի դիմակն ընկնում է։ Երկար տարիներ նա ապրում էր այս կամովի կերտված կերպարի մեջ։ Բագրատը միշտ էլ եղել է արատավոր ծուղակների վարպետ, նրա համար ունեցվածքն ու իշխանությունը միշտ բարձր են եղել բարոյականությունից ու ընտանիքից։ Եվ ահա խաբեությունների երկար շղթայից հետո նա խոստովանում է Անետին քրոջը, որ Սոսի ունեցվածքի մեծ մասը իրենով է արել, ինչին տարիներով Սոսն աշխատել է գործերով, ներդրումներով, հողատարածքներով ու օբյեկտներով։ Բնականաբար Բագրատը ձեռքերը ծալած չէր նստել, և նա խորամանկորեն, փաստաթղթերով, իրավաբանորեն անթերի կազմված սխեմայով իրենով է արել Սոսի ողջ ունեցվածքը։ Բագրատը թաքուն սեփականաշնորհել է այն, ինչը երբեք իրեն չի պատկանել։ Բագրատը չի արել դա միանգամից, նա տարիների ընթացքում լուռ, զգույշ, բայց նպատակային ու հաշվարկված, շենք առ շենք, բաժնետոմս առ բաժնետոմս տեղափոխել է ունեցվածքն իր կամ վստահված անձանց անունով։ Նա օգտվել է այն փաստից, որ Սոսը կարծեք թե վստահել է իրեն։ Ինչպես երևում է, Բագրատի խոստովանությունն արված էր ոչ թե զղջալով, այլ հակառակը հպարտությամբ։ Նա դա արել է ոչ թե ափսոսանքով, այլ իբրև հաղթանակի բացահայտում։ Սոսին նա նայում է խեղդող ժպիտով, որի հետևում չարություն կա։ Եվ շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում, երբ Սոսի ու Լիլիթի հարաբերություններն անցնեն սահմանները, նա դուրս վռնդի Սոսին իր սեփական տնից։ Սոսը նորությունն իմանալուց քարանալու է, նա կանգնած է աչքի առաջ բացվող ճշմարտության անդունդի առջև։ Մարդը, ով պահել է իր հարկի տակ, ում տվել է, այսպես ասած, սեր ու ջերմություն, իհարկե չակերտների մեջ ասված, քանի որ Բագրատի ու Սոսի հարաբերությունները երբեք էլ աներփեսա հարաբերություններ չեն եղել։ Սոսը գիտեր, որ Բագրատին երբեք վստահել չի կարելի, այդ պատճառով նա անհանգստանում էր իր որդու Արամի համար և անընդհատ զգուշացնում էր, որ Բագրատից հեռու մնա ու աչքը միշտ նրա վրա պահի, որպեսզի նա չկարողանա հասնել իր ուզածին, բայց, ինչպես երևում է, Բագրատն ավելի առաջ է։ Բագրատի այդ քայլը միայն ունեցվածքի խաբեություն չէ, դա Սոսի կյանքի պայքարի տարիների արժեզրկում է, և հենց այս պահին Սոսը հասկանում է, նա ոչ միայն կորցրել է իր ունեցվածքը, այլև նրա շուրջ համախմբված հավատքը։ Բագրատի այս խոստովանությունը ընտանիքում շոկ է առաջացնելու։ Արամի համար ծանր է այս ընտանիքում ապրելը, որովհետև նրա համար պարզ է դառնում, որ նա մեծացել է ոչ թե երկու ծնողի հետ, այլ մի ստի մթնոլորտում, որի ճարտարապետը հենց Բագրատն է։ Բագրատի համար սա ավարտը չէ։ Սոսի մեջ ինչ-որ բան կոտրվելու է կրկին, բայց միաժամանակ նա փորձելու է ոտքի կանգնել։ Նա կանգ չի առնելու, նա պայքարելու է իր անունը, իր աշխատանքը, իր անցյալը պաշտպանելու համար, և նա որոշում է սկսելու է իրավական ճանապարհով հետ բերել ամեն ինչ, բայց այդ պայքարը հեշտ չի լինելու։ Բագրատն ունի փաստաթղթեր, կապեր, իրավաբաններ և իհարկե ճկուն լեզու, իսկ Սոսը միայն ճշմարտությունը, մի քանի ազնիվ մարդ իր կողքին ու մի մեծ խոր ափսոսանք, որ ժամանակին շատ է վստահել նրանց, ովքեր արժանի չէին։ Այս ամենը, սակայն, դեռ սկիզբն է, շուտով խաղի մեջ է մտնելու նոր անուն, իսկ թե ով է լինելու նա, կիմանաք շատ շուտով։ Արդյոք Սոսը կկարողանա ետ բերել իր կյանքը, ունեցվածքը, պատիվը, թե Բագրատի ձեռքը ավելի երկար է, քան սպասելի է, իսկ նրա մեթոդներն անկանխատեսելի։ Վերջին զանգը հասել է այն փուլին, երբ բարին ու չարը, ազնվությունն ու դավաճանությունը մենամարտում են ամեն դրվագում, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն, իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող տեղեկացված լինելու քո հնարավորությունը։
Իսկ Աննան, ինչպես սկզբում նշեցինք, հայտնվել է հոգեկանային հավասարակշիռ վիճակում և հնարավոր է, որ կորցրել է հիշողությունը, քանի որ երբ Միքայելը նրան ասում է, որ իր և երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում, Աննան նրան պատասխանում է ինչ երեխա և հարցնում արդյոք նա երեխա ունի։ Սա ցույց է տալիս, որ այս բոլոր երևույթները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում, իրենց հետքն են թողել Աննայի հոգեկան առողջության վրա։ Այդքան հեշտ չէ կարծել տարիներով իր սիրած տղամարդը մահացել է ու օրերից մի օր այն հայտնվում է աչքիդ առաջ։ Բնականաբար Աննային ժամանակ է պետք այս ինֆորմացիան մարսելու համար, այս ինֆորմացիան այդքան հեշտ չի մարսել և այդ պատճառով որոշ ժամանակ Աննան կգտնվի հավանաբար բժիշկների վերահսկողության տակ, հատկապես հղիության ընթացքում։ Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ Աննան չի կորցնելու իր երեխային։ Իհարկե, կկորցնի, թե չէ, սցենարը կենթարկվի որոշակի փոփոխությունների, թե ոչ, ցույց կտա ժամանակը, այնպես որ բաց մի թող հնարավորությունը ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները տեսնելու մնա մեզ հետ, ու չմոռանաս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ ես կարծում, Բագրատը ձեռն ունայն կթողնի Սոսին և դուրս կհանի սեփական տնից։